Գռվում էին աղմուկացած սրտերով, մուժ աչքերից ոցուգրակ էր ցայտում, հազար տանջանք, հազար ցավեր գրելով, մահվան թանձր խավարն էին փարատում, գռվում էին մռով դռան լանջերին, քաջ արցախյան արծիվներն անվեր, հազար պարծանք, հազար օրհնանք ձեզ քաջեր, դուք լույս, դուք կյանք և դուք ոգի անվեհեր, դուք ընկաք, որ միշտ մենք կանգուն լինենք, կախվեցիք հպարտ, որ անկախ լինենք։ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 50 տարեկան։ թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործի գրակահերթից ընդհատվեց նրա Արդեն 10 տարի Վազգեն Սարգսյանն իր երկրում ապրում է ոգևեն ներկայությամբ, որը փոխվում է հայոց բանակի դրոշի մեջ որպես հաղթանակի շունչ ու հայ, հայոց նորագույն պատմության մեջ որպես սպարապետ Վազգեն Սարգսյան։ Նա երկնքից չէր իջեր, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել Սուրբ Լեռան պատկերի առաջ, և բովանդակ հայության նման լեռը տպվել էր նրա գիտակցության մեջ որպես երևարված հայրենիքի խորհրդանիշ, որից դանդաղ մխում էր վրեժխնդրության մեջ։ Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը, մարզաշխարհի հատուժներով, կենսախինդ վարքագծով, բայց ավելի շատ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտմունքները Վազգենն արդեն իր պատերազմը սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում, կռիվ տալով դավաճանների դեմ, երկիրն ու նրա պատիվը ոտնակող խմողների դեմ, ազնիվ հրճվանքով պանծացնում է խենթ անհաշտներին, երազողներին, հայրենիքի համար զենք շարժողներին, վճռական ու անվախ սրտի պերմարկած։ Նա թղթի վրա ազնիվ ու անխարդախ մելանով գծել էր սեփական պատկերը, հայտնել իրոք լինելը։ Վազգեն Սարգսյանի հերոսներից մեկը, հեղինակի նման անհանգիստ, որոնող ու աներկրող մի երիտասարդ, ներգերված հայրենիքը երբ բերելու ուղի է առաջարկում։ Գիտնականները թող գտնեն հավերժական շարժիչը, ռակի բուժման տեղը,
Դրանք տանենք, դնենք մարդկության առաջ ու ասենք. արեք, ես ձեզ մեր պապենական հողերը տվեք։ Ուրեմն հարկավոր է փնտրել հավերժական շարժիչ։ Եվ երբ այդ հարցով դիմում են Վեհապար Հայրապետին, նա ասում է. հավերժական շարժիչը դուք եք, դուք։ Այն ժամանակ մենք չգիտեինք, թե ինչ է լինելու 2-3 տարի հետո։ Սակայն համոզված գիտեինք արդեն, որ 300 միլիոնից սովետական ժողովուրդը կոմունիստ չի գնա։ Դա միֆ է զանացանք, որ այդ գնացքը հայտնվել է անհասկանալի մի տեղանքում։ Մենք էլ էինք այդ գնացքում։ Մեր եփվող իրավապահությամբ, կորցրածի խուլ պահանջով, լավ կյանքի հուսալի ձգտումներով։ Չգիտեինք, իսկապես չգիտեինք, որ անկախ ինքնիշխան Հայաստանի գաղափարից զատ հսկա երկրի փլվելու հետ գալու են զենքի ու պատերազմի ժամանակներ, մեր իրավունքին տեր կանգնելու ժամանակներ, բոլորիս համար սկսվելու են ոգու փորձության ժամանակներ։ Այդ ամենի մասին մենք չգիտեինք, իսկապես չգիտեինք։ Պատերազմի մեջ հայ ժողովուրդը մտավ ամբողջովին, մտքով, ճակատագրով, միս ու արյունով։ Հայրենիքի օրհասին ոտքի ելած հովիվն ու դասախոսը, վարորդն ու ուսուցիչը անշուշտ ազնիվ մղումներ ունեին, բայց իրար չէին հասկանում, բռունցք չէին դառնում։ Բազում կանչվածների մեջ պիտի ընտրվեր մեկը, ընտրվեր ճակատագրի կողմից։ Համախմբելու սահմաններով մեկ հարյուրավոր կիլոմետրերի վրա մարտնչող աշխարհազորայիններին, պրոֆեսիոնալ զինվորականներին, Արցախի անտառներում ու հովիտներում հանգրվանած խմբերին։ Մեկը, որ պիտի մեղմեր ամեն ինչում դրսևորվող անհատների ու խմբերի կուսակցական, երկրացիական և մարդկային հավակնությունները, պիտի լիներ վճռական կարծր, վճռական փխրուն, վճռական առաջնորդ, վճռական մենակ, վճռական վճիռ։ Այդ ամենով հանդերձ վճռական անհրաժեշտ։ Եվ մենք ականատեսը եղանք, թե ինչպես սկսած 89 թվականից պատերազմի սաստկացող դրվագներում մեր հայրենիքի սահմանները լիզող հրդեհի մեջ ռմբակոծություններից բզկտվող Արցախի չմեռնող հույսի վրա գրվում էր այդ անունը՝ Վազգեն Սարգսյան։ Հետո պիտի գար պատերազմը։ Ճակատագիրը նրան պիտի ընտրեր առաջնորդ։ Եվ նա դառնար իր իսկ հերոսներից մեկը, խենթ, պարզ ու վճռական, դառնար վառվող մի խարույկ, ազատամարտի արյունոտ գիշերից մինչև հաղթանակի ծանր լուսաբացը։ Պատերազմի առաջին օրերից Վազգենը խրամատներից հևիհև հասնում էր խորհրդարան, պատգամավորական իր կռիվը տալու արյուն թափող տղաների իրավունքի համար, քաղաքական գզվրտոցներում հայրենիքի պաշտպանության հարցի ձգձգումների դեմ, անպտուղ խոսքերի ու քաղքենի ծեկծեկումների դեմ, վախի ու անորոշության դեմ։ Նա իսկապես երկու ճակատով էր կռվում։
առանց չափազանցության կարելի ասել մահապարտների գունդը հավաքագրելու այդ օրվա կռիվը տալու Վազգենի մարտակոչը հեղաշրջեց ներպատմության ընթացքը։ Մենք պետք է կռվենք մեր կռիվը, երբ այդ կռիվը կանգնած է մեր առջև։ Հապաղելը կարող է ճակատագրական լինել։ Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել հասցրել ենք 21-րդ դարի շեմին։ Հիմա էլ նստենք մտածենք, թե այդ կռվում արժե թե չարժե զոհվել։ Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել։ Ծնվում էր հայոց բանակ, սահմանների և Արցախի հողում ցակ ու ցրիվ ջոկատներից, և դա ծանր ու դրամատիկ ծնունդ էր։ Օրեցօր դաժանորեն տարածվում էր Եռաբլուր Պանթեոնը։ 4 բոլոր արցունք էր, բանադրանք, երկրով մեծ թրված էր պատերազմի հասցրած ցուրտն ու խավարը։ Վազգենը կանգնում էր այս մռայլ հորձանքի դեմ, որպես պատասխանող, վճռական, կրքոտ, հախուլ, սեփական արցունքը դեպի ներս, սեփական սարսափը դարձյալ դեպի ներս։